Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Ինչպես ազատագրվել դևերից։ Դերեկ Պրինս։ Այս ուսուցման առաջին հատվածում խոսեցինք այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում դևերը եւ ինչ բնույթ ունեն դրանք։ Հիմա կխոսենք այն մասին, թե ինչպես են դևերը մտնում մարդու մեջ։ Ես պետք է սա շատ արագ անեմ, ժամանակը ոնց է, մոտավորապես ժամը 9 է, ուրեմն լավ, ինձ մոտ քարոզչի հատուկ ժամացույց կա, տեսնում եք։ Բարի, հիմա, ինչպես են նրանք մուտք գործում, ես կարող եի այս թեմայով 2 ժամ խոսել, բայց ես դա շատ արագ կանեմ։ Առաջինը օկուլտային անցյալ քո ընտանիքում։ Ելից 20-րդ գլխում Տերն ասաց, որ եթե դուք դառնաք կուռքերի երկրպագու կամ ներգրավեք օկուլտում, դա կտարածվի մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը։ Այսպիսով շատ մարդիկ տառապում են դիվական ճնշումից այն բանի պատճառով, ինչ արել են իրենց նախնիները։ Եվ եթե հետ հաշվես, ունես 30 հնարավոր նախնի, որոնք կարող էին քեզ ներգրավել օկուլտի մեջ։ Մեզանից քանիսը կարող են վստահ ասել, ես գիտեմ, որ իմ այդ 30 նախնիներից ոչ մեկը երբեք չի ներգրավել օկուլտում։ Շատ քչերը, այսպիսով դա հնարավոր է, դու կասես դա արդար չէ, դե դրա մասին պետք է Աստծո հետ խոսես, նա ասաց, ես կհատուցեմ հայրերի անօրենությունները մինչև 3-րդ եւ 4-րդ սերունդը։ Գիտես ինչու է ազատագրման ծառայությունը այդքան անհրաժեշտ, որովհետև սատանան արդար չէ, նա ճնշում է մարդկանց, որոնք արժանի չեն ճնշվելու, մենք պետք է կարողանանք օգնել նրանց։ Այնուհետև անձնական ներգրավվածություն օկուլտում, սա երկրորդ պատճառն է, և ահա մի ուշագրավ հատված երկրորդ օրինացից։ Երկրորդ օրինաց 18-րդ գլուխ 10-րդ խոսքից սկսած։ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, այսինքն մարդ, ով իր երեխային կենդանի զոհ է մատուցում մողոքին զոհասեղանի վրա այրելով։ Հիմա ուշադրություն դարձրեք մյուս բաներին, դրանք նույն խոսքում են ընդգրկված։ Կարող եք ասել, ես երբեք իմ երեխային զոհ չեմ մատուցի, բայց եկեք նայենք մյուսներին։ Կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա։ Ըստ էության սրանք գուշակության տարբեր ձևեր են։ Այսպիսով գուշակությունը դրվում է նույն կատեգորիայի մեջ, ինչ երեխաներին կրակի վրա զոհ մատուցելը։ Տեսեք, ես ստիպված եմ եղել սա հասկանալ այս գիրքը գրելիս։ Միլիոնավոր քրիստոնյաներ այս կամ այն ձևով ներգրավված են գուշակության մեջ և չեն գիտակցում, թե Աստված ինչ է մտածում դրա մասին։ Աստված դա խիստ ատում է, դա չի նշանակում, որ նա քեզ է ատում, այլ ատում է այն, ինչ դու անում ես։ Լավ, նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց, կամ ոգեհարցուկ, սա այն է, ինչ բոլորս կանվանեինք ոգեհարցություն։ Կամ մեկը, ով մեռելներին է կանչում, սրանք բոլորը ոգեհարցության տարբեր ձևեր են։ Աստծո տեսանկյունից սա նույնն է, ինչ երեխաներին սատանային զոհ մատուցելը կրակի միջոցով։ Որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին։ Լսեցիք դա։ Որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին։ Հիմա սա չի նշանակում, որ Տերը քեզ է ատում, այլ ատում է այն բաները, որոնց մեջ դու եղել ես, այն բաները, որոնց մեջ ներգրաված ես եղել։ Լավ, հետո նախածննդյան ազդեցություններ, ես շատերի հետ եմ գործ ունեցել, դա քո արգանդում պտուղ չէ, դա անձ է, լավ, և դա կենդանի անձ է։ Եվ եթե դու ազատվես այդ անձից, դու սպանություն կգործես։ Դա լուրջ միտք է, չէ՞։ Դե ես հայտնաբերել եմ, որ երեխաները չծնված երեխաները շատ զգայուն են այն բանի հանդեպ, թե մարդիկ ինչ են զգում և ինչ են ասում իրենց մասին։ Մի ժամանակ Միացյալ Նահանգներում ես մերժվածության ոգի էի դուրս հանում որոշակի տարիքային խմբի մարդկանցից, և նրանք այնքան շատ էին, որ ես ինքս ինձ հարցրի, մոտավորապես երբ են նրանք ծնվել։
Եվ իմ կինը Ռութը նրանցից մեկն է։ Դա մոտավորապես 1929-ից 31 թվականներն էին։ Հիմա դուք բրիտանացիներդ գուցե չիմանաք, թե դա ինչ է նշանակում, բայց յուրաքանչյուր ամերիկացու համար դա հիշեցնում է նրանց մեծ ճգնաժամը։ Եվ ասում են, որ այդ բառերը որոշակի զգացում ունեն, որը պետք է ապրել, որպեսզի հասկանաս։ Պարզապես պատկերացրեք իրավիճակը, մի մայր ունի 5 բերան կերակրելու եւ նա բավարար սնունդ չունի եւ գալիս է 6-րդը։ Նա ասում է՝ երանի հղի չլինեի, դա ասելուց ավելին պետք չէ։ Այդ փոքրիկ էակը արգանդում զգում է մերժում։ Իմ մայրը ինձ չի սիրում, նա ծնվում է մերժման ոգով։ Դա զարմանալիորեն տարածված է եւ նման մարդը հակված է ողջ կյանքի ընթացքում ասել ոչ ոք իրականում ինձ չի սիրում։ Ես կարևոր չեմ, ես ցանկալի չեմ, ես վտարված եմ, ուրիշները կարող են, ես չեմ կարող։ Դու կարող ես ազատագրվել։ Եվ այդ ժամանակ առաջին անգամ կիմանաս, թե որքան շատ է Աստված իսկապես սիրում քեզ, որովհետև մերժվածության այդ ոգին անընդհատ ասում է Աստված ինձ չի սիրում, նա ուրիշներին է սիրում, բայց ոչ ինձ։ Հետո կա այն, ինչ ես անվանում եմ հոգևոր, հոգեկան տիրապետում կամ մանիպուլյացիա մեկ այլ մարդու կողմից։ Սա դիվային խնդիրների շատ տարածված պատճառ է։ Ես հանդիպեցի մի մարդու, նա ավետարանի չէ մոտ 28 տարեկան էր, երբ ես նրան հանդիպեցի, նա ասաց, երբ ես տնից հեռացա եւ ես դեռ 20 տարեկան չէի, ես աշխարհի որ կետում էլ լինեմ, ամեն գիշեր զանգում եմ մորս։ Գիտեք ինչ էր պատահել նրան։ Պորտալարը երբեք չէր կտրվել, նրա մայրն ամբողջ կյանքի ընթացքում տիրապետել էր նրան։ Եվ կան շատ ուժեղ տղամարդիկ, բանկերի նախագահներ, սպորտի աշխարհի հերոսներ, քաղաքական գործիչներ, որոնք մոր վերահսկողության ներքո են։ Աստված օրհնի մայրերին, բայց զգույշ լինեն այն մայրերը, որոնք վերահսկող են։ Եվ միշտ չէ, որ դա մայրն է, կարող է լինել հայրը, կարող է լինել մեկ ուրիշ մարդ, կարող է լինել ծառայող, կարող է լինել քահանա, կարող է լինել օկուլտով զբաղվող մեկը, բայց եթե դու լիովին կապված ես մեկ այլ մարդու հետ, դա դիվային է, եւ դու պետք է հրաժարվես այդ ներգրավվածությունից եւ ազատագրվես եւ առաջին անգամ քո կյանքում կդառնաս լիովին իրական մարդ, ինքնուրույն։ Հաջորդ ձևը, որով նրանք մտնում են ճնշումներ վաղ մանկության ընթացքում։ Հակոբոսն ասում է, որտեղ կա նախանձ եւ կռիվ, այնտեղ կա խառնաշփոթ եւ ամեն տեսակ չար գործ։ Մի տանը, որը բաժանված է եւ ներգրաված կռիվների մեջ գործում են ամեն տեսակ չար ուժեր, որոնց դեմ փոքր երեխան ուժ չունի դիմադրելու։ Եվ իմ անձնական դիտարկումն է, որ դիվական խնդիրների մեծ մասը սկսվում է 8 տարեկանից առաջ։ Հետո կա թուլության պահը կամ թուլության վայրը։ Ես մի անգամ աշխատում էի Վեսթ Մոնրոյում մի կաթոլիկ բժշկի հետ, որն իր ձևով իսկական սպասավոր էր։ Նա իր սեփական տունն ուներ Հարլի Սթրիթում, այսինքն իսկական բժիշկ էր, բայց գալիս էր այնտեղ, որտեղ մենք էինք Վեսթ Մոնրո, եւ գալիս էր ու ասում՝ «Բերեք ձեր մեռածներին», եւ մենք աղոթում էինք ամեն տեսակ մարդկանց համար, եւ նա հասկանում էր բաներ, որոնք ես այդ ժամանակ չէի հասկանում։ Նա ասաց՝ հիշիր, սատանան ընտրում է ամենաթույլ պահը եւ ամենաթույլ վայրը։ Ես երբեք չեմ մոռացել դա, դա խոր ճշմարտություն է, ամենաթույլ պահը կամ ամենաթույլ վայրը։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ առաջին Պետրոս 3-րդ գլխին մի պատգամ կանանց համար, որը տղամարդիկ էլ կարող են լավ յուրացնել։ Այն ասում է քրիստոնյա կանանց. դուք Սարայի դուստրերն եք, եթե բարիք եք անում եւ չեք վախենում որևէ սարսափով։ Դուք երբևէ լսել եք այդ մասը։ Եթե երբևէ տեղիք եք տալիս հանկարծակի սարսափի, դուք կորցնում եք ձեր պաշտպանությունը։ Եվ դա տեղի է ունեցել հազարավոր մարդկանց հետ։ Ես մի անգամ գործ ունեի մի կնոջ հետ, որի մեջ վախի ոգին էր մտել, որովհետև նա կանգնած էր փողոցում, եւ իր աչքի առաջ տեղի էր ունեցել սարսափելի վթար, եւ այդ թուլության պահին չար ոգին մտել էր նրա մեջ։ Ես ժամանակ չունեմ շարունակելու։ Մեղավոր գործեր կամ սովորություններ,
Կարող ես մեղք գործել եւ պարտադիր չէ, որ ամեն մեղք գործելուց դև մտնի մարդու մեջ, բայց եթե շարունակաբար մեղք ես գործում, գրեթե վստահ կարող ես լինել, որ այդ մեղքին համապատասխան դևը քո մեջ կլինի։ Բացի այդ, որոշակի հատուկ գործողություններ բացում են դևի մուտքը։ Իմ ընկեր Դոն Բաշամը, որն այժմ տիրոջ մոտ է, մի անգամ աղոթում էր մի կնոջ համար, որը պետք է ազատագրվեր ցանկասիրության ոգուց։ Նա հրամայեց, որ այդ ոգին դուրս գա նրանից, եւ այդ ոգին ասաց. «Ես դուրս չեմ գալու»։ Նա է ինձ ներս հրավիրել։ Դոնն ասաց. «Իսկ երբ է նա քեզ ներս հրավիրել»։ Երբ նա գնացել է այդ կեղտոտ ֆիլմը դիտելու։ Եվ Դոնը գիտեր, որ ոգին ճիշտ էր։ Տեսեք, սատանան իրավական մասնագետ է, նա գիտի, երբ իրավունք ունի։ Եվ այդ կինը պետք է խոստովաներ այդ մեղքը եւ ապաշխարեր, նախքան կարող էր ազատագրվել։ Վերջապես ինքնակառավարում չունեցող մարդը նման է պարիսպներ չունեցող քանդված քաղաքի։ Թույլ տվեք կարդալ Առակաց գրքից այդ հատվածը։ Առակաց 25-րդ գլուխ։ Սա վերաբերում է գրեթե բոլոր թմրամոլներին, Առակաց 25-րդ գլուխ 28-րդ խոսք։ Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված եւ անպարիսպ քաղաքի նման է։ Այսպիսով, երբ դու կորցնում ես քո վրա իրական վերահսկողությունը քո զգացմունքների, քո ցանկությունների, քո հարաբերությունների վրա, քո բոլոր հոգևոր պաշտպանությունները քանդված են եւ գրեթե ցանկացած դև կարող է ցանկացած պահի ներս մտնել։ Թույլ տվեք դա կրկնել եւս մեկ անգամ, հետո մենք կգանք ամենակարևոր հարցին, որն է ինչպես ազատագրվել։ Բայց նախ թույլ տվեք պարզապես թվարկել, թե ինչպես են նրանք ներս մտնում։ Առաջինը օկուլտային անցյալ ընտանիքում, երկրորդը անձնական ներգրավվածություն օկուլտում, երրորդը նախածննդյան ազդեցություններ, չորրորդը հոգեկան վերահսկողություն կամ մանիպուլյացիա մեկ այլ մարդու կողմից, հինգերորդը ճնշումներ վաղ մանկության ժամանակ, վեցերորդը թուլության պահը կամ վայրը, յոթերորդը մեղավոր գործեր կամ սովորություններ, եւ հետո ընդհանուր պատկեր մի մարդ, որի բոլոր պարիսպները քանդված են։ Այժմ մենք գալիս ենք իսկապես կարևոր հարցին, որը սա է. ինչպես ազատվել դրանցից։ Եթե ես պատասխանը չունենայի ձեզ ասելու, ես չէի էլ զբաղվի մնացածով։ Հիմա կարող եմ առանց չափազանցության ասել, ես տեսել եմ հազարավոր մարդկանց ազատագրված դևերից, եւ նրանք ազատագրվել են այն ձևով, որով ես հիմա ձեզ կասեմ, թե ինչպես ազատագրվել։ Դուք կարող եք ազատագրվել այսօր երեկոյան, բայց կային որոշ պայմաններ, որոնք պետք է կատարեք։ Առաջինը, դուք պետք է խոնարհ լինեք, գիտեք ինչու, որովհետև հպարտությունը ազատագրման ամենամեծ խոչընդոտն է։ Մի շատ արիստոկրատ հարավային տիկին Միացյալ Նահանգների հարավային նահանգներից լսում էր իմ ուսուցումը եւ ասաց. «Պարոն Պրինս, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեզ, եթե ես ազատագրվելիս լինեմ, կարող է այնպես լինել, որ ես սկսեմ գոռալ»։ Ես ասացի. «Կարող է պատահել»։ Նա ասաց. «Ինձ մեծացրել են այն գաղափարով, որ տիկինը հասարակության մեջ չի գոռում»։ Դե ասացի ես, եթե դուք գետում խեղդվեիք եւ երրորդ անգամ սուզվելու լինեիք եւ մտածեիք, որ գետի ափին կարող է մեկը լինել, ով կարող է ձեզ փրկել, դուք չափազանց քաղաքավարի կլինեիք գոռալու համար։ Դրանից հետո էլ կարիք չեղավ ավելին բացատրել։ Երկրորդը, եղեք ազնիվ, տեսեք, դուք ազնիվ չեք լինի, եթե խոնարհ չեք։ Ձեր խնդիրը կոչեք իր ճիշտ անունով, եթե դա սուտ է, կոչեք այն սուտ, մի օգտագործեք ինչ-որ գեղեցիկ հոգեբանական տերմինաբանություն, կեղտոտ մեղքը նկարագրելու համար, լավ։ Մտածեք ամենավատ անունը, որը կարող եք, եւ այդպես էլ կոչեք այն։ Երրորդը, դավանիր քո հավատը Քրիստոսի հանդեպ։ Հիսուսը մեր դավանության քահանայապետն է։ Եթե դավանություն չենք անում, քահանայապետ չունենք, բայց եթե դավանում ենք մեր հավատը նրան, մենք հնարավորություն ենք տալիս նրան գործելու որպես մեր քահանայապետ։ Չորրորդ, խոստովանիր քո կամ քո նախնիների որևէ հայտնի մեղք, որովհետև քո նախնիների մեղքը կարող է լինել քո խնդրի պատճառը։ Դու մեղավոր չես նրանց մեղքերի համար, բայց դու տառապում ես նրանց մեղքերի պատճառով, եւ ազատագրվելու համար անհրաժեշտ է խոստովանել նրանց մեղքերը։ Եթե Սուրբ Հոգին ցույց է տալիս քեզ, որ օրինակ քո մորաքույրը քրիստոնեական գիտություն աղանդի հետևորդ է եղել, խոստովանիր այդ մեղքը, լավ, որովհետև սա է ազատագրվելու ճանապարհը։ Տեսնում ես, Աստված հին հավատացյալների պես է, նա շարունակում է հավատալ մեղքերի խոստովանությանը։
Հաջորդը ապաշխարելն է։ Բավարար չէ միայն խոստովանել, պետք է ապաշխարել։ Ապաշխարել նշանակում է ընդունել անձնական պատասխանատվություն։ Ասել հետևյալը՝ ես մեղանչել եմ, ներողություն եմ խնդրում, Տեր, այլևս չեմ ուզում դա անել։ Ների ինձ։ Առակաց 28:13 ասում է, ով ծածկում է իր մեղքերը չի հաջողվի, եւ դա վերաբերում է ձեզանից յուրաքանչյուրին։ Եթե դուք այստեղից դուրս գաք ծածկելով ձեր մեղքերը, դուք չեք հաջողվի, ձեզ լավ չի լինի։ Բայց ով խոստովանում է եւ թողնում է դրանք, ողորմություն կգտնի։ Այսպիսով դեղամիջոցը խոստովանելն ու թողնելն է։ Հետո պետք է խզել օկուլտի հետ ունեցած յուրաքանչյուր կապ, հրաժարվել դրանից, խոստովանել եւ հրաժարվել։ Եվ եթե ունեք առարկաներ, որոնք կապում են ձեզ օկուլտի հետ, խոստացեք Աստծուն, որ կազատվեք դրանցից։ Արեք դրանք։ Այրեք դրանք, եթե կարող եք, թաղեք ինչ-որ բան արեք։ Մենք մի երիտասարդ կին ունեինք, որը սատանիստ է եղել եւ նա եկել էր ազատագրման ու ազատագրություն էր ստանում, բայց նա ասաց, որ մատանի ունի մատին, որով նա ամուսնացած էր սատանայի հետ։ Մենք ասացինք, դու պետք է հանես այդ մատանին։ Նա հանեց եւ դևը ստիպեց նրան կուլ տալ այն, բայց այնտեղ մի երիտասարդ կար, որը գերբնական հավատ ուներ, եւ նա հրամայեց նրան դուրս թքել այն, եւ նա հազալով դուրս բերեց։ Նա վերցրեց մատանին եւ նետեց այն լիճը եւ հետո նա ազատագրվեց, բայց մինչեւ ազատագրվելը նա պետք է հրապարակավ այրեր այն բոլոր հագուստները, որոնցով երբևէ երկրպագել էր սատանային։ Աստվածաշունչն ասում է, ատելով անգամ այն հագուստը, որը պղծված է մարմնով։ Խզեք ամեն կապ, ազատվեք ամեն ինչից, դա կարող է շատ թանկ արժենալ։ Մի կին ինձ ասաց, ես այս բոլոր օկուլտային գրքերն ունեմ, դրանք հազարավոր դոլարների արժեք ունեն։ Ես հարցրեցի քո հոգին որքան արժե։ Դա այն հարցն է, որին դու պետք է պատասխանես, որքան արժե իմ հոգին։ Հետո պետք է ներեք բոլոր մարդկանց։ Հիսուսն ասաց, եթե աղոթքի եք կանգնած եւ որևէ մեկի դեմ ինչ-որ բան ունեք, ներեք։ Սա բոլորին է վերաբերում։ Եթե ներեք, Աստված ձեզ կների, եթե չներեք, Աստված ձեզ չի ների։ Սա բացարձակ ճշմարտություն է, ուստի պետք է որոշում կայացնեք։ Թույլ տվեք ասել, ներելը զգացմունք չէ, դա որոշում է, այն գալիս է կամքից, ոչ թե զգացումներից։ Եվ երբ դուք դա ձեր կամքով որոշեք եւ բերանով ասեք, Սուրբ Հոգին ձեզ շնորհ կտա։ Բայց մի փնտրեք ազատագրում, եթե ձեր սրտում դառնություն, վիրավորանք կամ աններողամտության ոգի ունեք որևէ մեկի հանդեպ։ Հետո կարևոր է կանգնել Աստծո խոսքի հիման վրա։ Ուստի ես ձեզ տալիս եմ 4 խոսք, որոնցից ցանկացածի վրա կարող եք կանգնել։ Թիվ 1. Իմ կարծիքով իմ սիրելին, Հովել մարգարեի 2:32-ը, ով Տիրոջ անունը կանչի կազատվի։ Ղուկաս 10:19-ում Հիսուսն ասաց, ես ձեզ իշխանություն եմ տալիս սատանայի ամբողջ զորության վրա եւ ոչինչ ձեզ չի վնասի։ Առաջին Հովհաննես 3:8-ում ասվում է, դրա համար Աստծո որդին հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Եվ Կողոսացիներին 1:13-ում ասվում է, Աստված մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր որդու արքայության մեջ։ Թույլ տվեք կրկնել դրանք առանց ընդմիջման, ով Տիրոջ անունը կանչի, կազատվի։ Ինչու՞ չասենք դա միասին։ Եկեք ասենք, ով այլ ովքեր։ Ովքեր Տիրոջ անունը կանչեն, կազատվեն։ Ամեն։ Հիսուսն ասաց, ես ձեզ իշխանություն եմ տալիս սատանայի ամբողջ զորության վրա եւ ոչինչ ձեզ չի վնասի։ Առաջին Հովհաննես 3:8 դրա համար Աստծո որդին հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Կողոսացիների 1:13 Աստված մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Հիմա այն ձևը, որով մենք պատրաստվում ենք անել, սա այն է, որ ես ձեզ կառաջնորդեմ աղոթքի մեջ։ Եթե ցանկանում եք, պարտադիր չէ, եւ ես կասեմ խոսքերը, իսկ դուք կկրկնեք դրանք ինձնից հետո։ Ես բառերը դնում եմ ձեր բերանում։
Շատ մարդիկ ասում են ուզում եմ աղոթել, բայց չգիտեմ ինչ աղոթել։ Ես ձեզ կտամ բառերը, բայց դուք ինձ չեք աղոթում եւ դուք պետք է դրանք ասեք որպես ձեր սեփական խոսքեր։ Բայց մինչ այդ թույլ տվեք արագ անցնել այս ցուցակով։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ ազատագրվում են առանց գիտակցաբար այս ամենը անելու, բայց սա է Աստվածաշնչյան հիմքը։ Թիվ 1. Եղեք խոնար եւ հիշեք, Աստված ասում է խոնարհվեք։ Աստված երբեք չի խոստանում մեզ խոնար դարձնել։ Թիվ 2. Եղեք ազնիվ։ Բահը բահ կոչեք, ոչ թե գյուղատնտեսական գործիք։ Թիվ 3. Դավանեք ձեր հավատը Քրիստոսի հանդեպ, եւ ես կտամ բառերը։ Տեր Հիսուս Քրիստոս, ես հավատում եմ, որ դու Աստծո որդին ես, դու խաչի վրա մեռար իմ մեղքերի համար եւ հարություն առար մեռելներից։ Խոստովանեք ձեր կամ ձեր նախնիների որևէ հայտնի մեղք։ Հիմա, երբ այդ հատվածին գանք, ես դադար կվերցնեմ եւ ձեզ ժամանակ կտամ լուռ խոստովանելու այն հատուկ մեղքերը, որոնք պետք է խոստովանեք։ Թիվ 5. Ապաշխարեք։ Հիշեք, ապաշխարությունը որոշում է։ Ճիշտ այնպես, ինչպես ներումը զգացում չէ, այլ կամքի գործողություն, շրջվել, մեջքով շրջվել, խզել կապերը կախարդության հետ։ Եթե որևէ ձևով ներգրաված եք եղել օկուլտում, ասեք, Տեր, ես հրաժարվում եմ դրանից, ինչ էլ որ դա եղել է։ Գուշակություն։ Այլ բաներ հիմա չեմ հիշում, բայց ինչևէ, հրաժարվեք։ Եվ եթե ձեր տանը ունեք բաներ, ասեք Տիրոջը, որ կազատվեք դրանցից։ Մի դուրս եկեք այստեղից եւ մի վերադարձեք տուն, որը լցված է դիվական առարկաներով։ Ներեք բոլորին, եւ կրկին ես մի դադար կվերցնեմ, որպեսզի անուններով նշեք այն մարդկանց, որոնց պետք է հատկապես ներեք։ Իմ հովիվը, իմ կինը, սովորաբար դրանք ամենամոտ մարդիկ են։ Հեռու մարդկանց հետ խնդիր չեք ունենում, բայց այն մարդը, ով կիսում է ձեր անկողինը, կարող է իրական խնդիր լինել։ Կանգնեք խոսքի վրա։ Եվ կարծում եմ մենք կկանգնենք այս խոսքի վրա, ով Տիրոջ անունը կանչի, կազատվի։ Եվ վերջապես, վտարել։ Դա վռնդել բառի ժամանակակից թարգմանությունն է։ Լավ։ Ես սիրում եմ դա, որովհետև դա կրոնական բառ չէ։ Մենք այնքան կրոնական արտահայտություններ ունենք, որ չենք էլ հասկանում, թե ինչ են նշանակում, բայց եթե ներշնչվել եք մի բանից, որը չեք ուզում, ինչ եք անում։ Դուք արտաքսում եք կամ արտաշնչում եք այն, ինչպես այն փոքրիկ տղան, որը 4 անգամ փչեց։ Հիմա, երբ դա անեք, առաջինը ինչ դուրս կգա, կարող է պարզապես մարդկային շունչը լինել, բայց եթե շարունակեք, վաղ թե ուշ մի ուրիշ բան կմիանա շնչին։ Դա ձեր թշնամին է, դա այն է, ինչ պետք է դուրս գա։ Այդ պահին մի շարունակեք աղոթել եւ մի խոսեք լեզուներով, որովհետեւ մինչ աղոթում եք եւ լեզուներով խոսում, դուք պահում եք դևին ներսում։ Եղեք ինչպես փողոցի երթևեկությունը, երբ շտապօգնության մեքենան է անցնում։ Մի կողմ քաշվեք եւ թողեք, որ շտապօգնությունն անցնի, հետո կարող եք վերադառնալ աղոթելուն։ Կարող է այնպես լինել, որ ձեզ պետք է ազատագրում շատ դևերից, դա նորմալ է։ Մենք չենք շտապում։ Եթե դուք չեք շտապում, մենք կմնանք ձեզ հետ։ Մի կանգ առեք, երբ առաջինը դուրս գա, պարզապես շարունակեք այնքան ժամանակ, որքան պետք է, որպեսզի ազատվեք բոլորից։ Հիմա ես կխնդրեմ Դոնին եւ Ինկային գալ ու կանգնել ինձ ու իմ կնոջ կողքին, որովհետեւ այս պահին ես սիրում եմ որոշ աջակցություն ունենալ։ Եվ սա ամբողջովին ձեր սեփական որոշումն է։ Նրանք, ովքեր զգում են, որ կարող են չար հոգուց ազատագրման կարիք ունենալ եւ ցանկանում են այն ստանալ այստեղ այսօր երեկոյան, խնդրում եմ կանգնեք եւ ես ձեզ կառաջնորդեմ աղոթքի մեջ։ Եթե զգում եք, որ ազատագրման կարիք ունեք, մի ամաչեք, կանգնեք։ Լավ, հիմա ես ձեզ կխնդրեմ ասել այս աղոթքը։ Տեր Հիսուս Քրիստոս, ես հավատում եմ, որ դու Աստծո որդին ես եւ Աստծուն տանող միակ ճանապարհը։
որ դու խաչի վրա մահացար իմ մեղքերի համար և հարություն առար մեռելներից։ Հիմա ես քեզ եմ խոստովանում այն բոլոր մեղքերը, որոնց մասին դու ինձ գիտակցել ես տվել։ Վերցրեք մի փոքր ժամանակ և սկսեք խոստովանել այն հատուկ մեղքերը, որոնք հիշում եք։ Շատ լավ, հիմա շարունակում ենք։ Տեր, ես խոստովանում եմ այն բոլոր մեղքերը, որոնք երբևէ արել եմ, և ես բաց եմ թողնում այդ մեղքերը։ Ես դառնում եմ դեպի քեզ, Տեր Հիսուս, ողորմության և ներման համար։ Եթե ես ներգրավված եմ եղել օկուլտիզմի մեջ, ես ապաշխարում եմ և հրաժարվում եմ դրանից և խզում եմ իմ կապերը դրանից Հիսուսի արյան միջոցով։ Եթե իմ տիրապետության տակ կան օկուլտային առարկաներ, ես պարտավորվում եմ ազատվել դրանցից։ Հաջորդը ուրիշներին ներելն է։ Տեր, ես ներում եմ յուրաքանչյուր մարդու, ով երբևէ ինձ վնասել կամ ինձ անիրավություն է արել։ Ես ներում եմ նրանց այնպես, ինչպես ուզում եմ, որ դու ներես ինձ։ Հիմա մի փոքր ժամանակ վերցրու և անուններով նշիր այն մարդկանց, ում պետք է ներես, և ամենադժվար անունը հենց այն է, որը ամենաշատն է պետք ասել։ Լավ, առաջ ենք գնում։ Տեր, որքան կարողացել եմ, ես կատարել եմ քո պայմանները։ Եվ հիմա ես պահանջում եմ քո խոստումը, ըստ որի ով Տիրոջ անունը կանչի, կազատվի։ Եվ հիմա կանչում եմ քեզ, Տեր Հիսուսի անունով, ազատիր ինձ բոլոր չար ոգիներից։ Ես ատում եմ նրանց, նրանք իմ ընկերները չեն, նրանք իմ թշնամիներն են, և ես հրամայում եմ նրանց հիմա դուրս գալ ինձանից, Հիսուսի անունով։ Հիմա թող նրանք գնան, ես կհրամայեմ նրանց գնալ, մի շարունակեք աղոթել, ազատվեք նրանցից։ Հիմա Տեր Հիսուս Քրիստոսի անունով այս համաժողովի առաջնորդության իշխանության ներքո ես կանգնում եմ յուրաքանչյուր չար ոգու դեմ, որը մերժել է Հիսուսի անունով։ Ես հրամայում եմ նրան դուրս գալ, ազատել նրանց, հեռանալ այս մարդկանցից Հիսուսի անունով, բաց թողնել նրանց։ Դու պարտված ես Հիսուսի արյամբ, դու պարտված ես Հիսուսի արյամբ։ Հիսուս Քրիստոսը Տեր է այս հավատքի վրա։ Հիսուս Քրիստոսը Տեր է այս հավատքի վրա։ Դու պարտավոր ես հնազանդվել Աստծո խոսքին, դու պարտավոր ես հնազանդվել Աստծո ծառաներին։ Մենք կանգնում ենք քո դեմ, սատանա, Հիսուսի անունով։ Քո բոլոր դևերը պարտավոր են հեռանալ Հիսուսի անունով։ Հիմա ես զբաղվելու եմ հատուկ ոլորտներով, սկսելու եմ օկուլտից, կախարդության բոլոր ձևերից, եթե դեռ դուրս չեն եկել, թող հիմա գնան։ Հիմա Հիսուսի անունով մենք կանգնում ենք բոլոր օկուլտային ոգիների դեմ, կախարդության բոլոր ձևերի, մոգության, գուշակության, դուրս եկեք Հիսուսի անունով, դուրս եկեք Հիսուսի անունով, դուրս եկեք Հիսուսի անունով։ Դուք խոնարհվում եք Հիսուսի անվան առաջ, ազատեք այս մարդկանց, դուրս եկեք Հիսուսի անունով, Հիսուսի անունով։
Ճիշտ է, դուք պետք է գնաք, դուք պետք է գնաք։ Հիսուսը հաղթեց ձեզ, երբ մահացավ, իր արյունը հեղեց եւ հարություն առավ մեռելներից։ Սատանա, դու ենթակա ես մեզ։ Հիսուսի անունով կախարդության, գուշակության, մոգության յուրաքանչյուր ոգի դուրս Հիսուսի անունով գնա, ազատիր այս մարդկանց։ Յուրաքանչյուր կեղծ կրոնի ոգի դուրս Հիսուսի անունով, դու պետք է գնաս Հիսուսի անունով։ Ճիշտ է։ Հետո ըմբոստություն։ Այստեղ այս գիշեր շատ երիտասարդներ կան, որոնք ունեն ըմբոստության ոգի, դուրս արի։ Հեռացիր նրանցից Հիսուսի անունով։ Ամեն։ Հիմա վախի ամեն մի ոգի։ Ասեք սա, Աստված ինձ չի տվել վախի ոգի։ Ես հրաժարվում եմ վախի ամեն մի ոգուց և հրամայում եմ նրան գնալ Հիսուսի անունով։ Դուրս Հիսուսի անունով։ Թող գնա դուրս Հիսուսի անունով։ Դուրս։ Դա ճիշտ է։ Ատեք այն, դա ձեր ընկերը չէ, վշտի ամեն մի ոգի դուրս Հիսուսի անունով։ Մենակության, դեպրեսիայի, մերժման ամեն մի ոգի դուրս եկեք։ Ինքնասպանության ամեն չար ոգի դուրս եկեք։ Հիմա ես ուզում եմ, որ ասեք, ես չեմ մեռնելու, այլ ապրելու եմ և հռչակելու եմ Տիրոջ գործերը։ Այստեղ եք, ես չեմ մեռնելու, այլ ապրելու եմ և հռչակելու եմ Տիրոջ գործերը։ Հիմա մահվան ամեն մի ոգի դուրս եկեք, գնացեք այս մարդկանցից, ազատեք նրանց Հիսուսի անունով, ազատեք նրանց Հիսուսի անունով, ազատեք նրանց ամեն մահվան ոգի։ Ամեն, դուրս եկեք Հիսուսի անունով։ Կործանում, ինքնակործանում, դուրս Հիսուսի անունով։ Ճիշտ է, դուրս եկեք։ Դուք չեք ոչնչացնելու Աստծո ժողովրդին, նրանք Աստծո սեփականությունն են, ազատեք նրանց։ Շատ լավ։ Հիմա մենք զբաղվելու ենք վիրավորանքով և նրան ուղեկցող ամեն ինչով։ Վիրավորանքի ամեն մի ոգի դուրս եկեք։ Վիրավորանքի ամեն մի ոգի Հիսուսի անունով ազատեք այս մարդկանց, գնացեք նրանցից Հիսուսի անունով։ Աններողամտություն, զայրույթ, ատելություն, բռնություն և սպանություն դուրս եկեք Հիսուսի անունով։ Դու սպանության ոգի խոնարհվիր Հիսուսի անվան առաջ և դուրս եկ։ Գնա նրանից Հիսուսի անունով։ Դուրս։ Ձեզնից ոմանք պետք է մի քանի անգամ ասեն իրենց համար, ես չեմ մեռնելու, այլ ապրելու եմ և հռչակելու եմ Տիրոջ գործերը։ Ասեք դա ձեզ համար։ Հիմա եթե այստեղ կան կանայք, որոնք գիտակցաբար կատարել են արհեստական վիժեցում, աբորտ, ազատագրվելու համար պետք է դա խոստովանեք որպես սպանություն և դուք կազատագրվեք սպանության և մահվան ոգուց, եթե պարզապես խոստովանեք դա Աստծուն։
Պարտադիր չէ խոստովանել մեզ, դուք կարող եք ազատագրվել։ Հիմա Տեր մենք կանգնում ենք այն սպանության ոգիների դեմ, որոնք ստիպել են կանանց սպանել իրենց սեփական երեխաներին Հիսուսի անունով։ Դուրս եկեք այս վայրից, հեռացեք այստեղից։ Մենք ձեզ չենք ընդունում, ձեզ տեղ չենք տալիս, ձեզ ողորմություն չենք առաջարկում։ Դուք պետք է գնաք Հիսուսի անունով։ Now we're going to deal with the negative emotions. Հիմա մենք զբաղվելու ենք բացասական զգացմունքներով։ Հիասթափություն, ցանկացած հիասթափության ոգի այստեղ։ Մենք կոտրում ենք ձեր իշխանությունը Աստծո ժողովրդի վրա Հիսուսի անունով։ Մենակություն, թշվառություն, դեպրեսիա, ինքնակործանում, դուրս, հատկապես դեպրեսիա, դուրս արի, դեպրեսիա, ազատիր նրանց Հիսուսի անունով, ազատիր նրանց Հիսուսի անունով։ Այս գիշեր այստեղ դեպրեսիայի շատ ոգիներ կան, դուրս գնացեք Հիսուսի անունով, ազատեք Աստծո ժողովրդին։ Լավ, հիմա մենք զբաղվելու ենք այն ոգիներով, որոնք ազդում են մտքի վրա։ Տեր մենք կանգնում ենք այն ոգիների դեմ, որոնք տանջում են միտքը, անհավատություն, կասկած, ողզիչում, մոռացկոտություն, խառնաշփոթ, տանջանք եւ խելագարություն։ Խելագարություն, դուրս արի, դուրս ամեն Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Ես նորից կանգնում եմ խելագարության դեմ, ճիշտ է։ Խելագարության ամեն մի ոգի դուրս արի։ Հիմա Աստված ինձ ցույց է տվել, որ այս գիշեր այստեղ մի կախարդ կա։ Ես քեզ չեմ մատնանշի, բայց սա քո վերջին հնարավորությունն է։ Եթե այս գիշեր չհրաժարվես քո կախարդական գործունեությունից, դու հավիտյան կկորչես դժոխքում, դուրս Հիսուսի անունով, դուրս, դուրս, դուրս։ Ամեն։ Ամեն։ Լավ, հիմա մենք զբաղվելու ենք լեզվի հարցով։ Ստի ամեն մի ոգի դուրս արի։ Ոչ միայն այն ոգիները, որոնք ստիպում են քեզ սուտ ասել, այլ նաև նրանք, որոնք սուտ են ասում քեզ։ Ասում են Աստված քեզ չի սիրում, դու չես կարող բժշկվել, քեզ համար հույս չկա, դա ստի ոգի է, հրաժարվեք դրանցից Հիսուսի անունով։ Ամեն մի ոգի, որը կեղծում է հիվանդությունը եւ ասում է բժշկված մարդկանց, որ նրանք դեռ հիվանդ են, թողեք նրանց Հիսուսի անունով, ազատեք նրանց, գնացեք նրանցից Հիսուսի անունով։ Անեծքի եւ հայհոյության ամեն մի ոգի դուրս Հիսուսի անունով։ Եվ եկեղեցի գնացող բամբասանքի եւ քննադատության ամեն մի ոգի դուրս եկեք։ Խոնարհվեք եւ ընդունեք, որ դուք բամբասող եք, զրպարտիչ եք։ Աստված ատում է բամբասանքը, ձեր համար տեղ չկա երկնքում, եթե չապաշխարեք եւ չազատագրվեք դրանից։ Աստված ատում է նրանց, ովքեր եղբայրների միջև տարաձայնություն են սերմանում, դուք պետք է ապաշխարեք։ Դուք շատ կրոնական եք, բայց նաև շատ չար։ Լավ, հիմա գալիս ենք այն ոլորտին, որի մասին եկեղեցում երբեք չեն խոսում։ Սեքսը։
All right, we're going Լավ, on with our մենք program. շարունակում ենք մեր ծրագիրը։ And first of all, Նախ սկսելու ենք ձեռնաշարժությունից։ Ձեռնաշարժության ամեն մի ոգի Հիսուսի անունով գնա այս մարդկանցից, ազատիր նրանց մատները, ազատիր նրանց ձեռքերը, ազատիր նրանց սեռական օրգանները Հիսուսի անունով, դուրս, մի հպարտացիր, don't be proud. Եթե դա քո մատների մեջ է, թափահարիր, դուրս թող գնա։ That's right. Ճիշտ է, Հիսուսի անունով։ You've got to hate it. It's Դու not your պետք է friend. ատես դա։ Դա քո ընկերը չէ, դա քո թշնամին է։ Ճիշտ է, դուրս հանիր, թող գնա։ Հիսուսի անունով, Հիսուսի արյան միջոցով եղիր վճռական, լիովին վճռական, դու այլևս չես հանդուրժելու դա, այնտեղ չունի քո մեջ, քո մարմինը փրկագնված է Հիսուսի արյամբ։ Եվ հետո գալիս ենք մյուս մեղքերին, պոռնկություն, շնություն, դուրս Հիսուսի անունով, երկնքում տեղ չկա պոռնիկների եւ շնացողների համար։ Համասեռամոլության ամեն մի ոգի դուրս Հիսուսի անունով, գնա, հեռացիր, Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Every spirit of pornography. Now there are several here tonight. Պոռնոգրաֆիայի ամեն մի ոգի, այս գիշեր այստեղ կան մի քանիսը, որոնք կապված եւ ստրկացած են պոռնոգրաֆիայով։ Հրաժարվեք դրանից, թող գնա ձեզանից։ Այնինչ գաղտնի եք անում, Աստված տեսնում է։ Աստծո համար գաղտնիքներ չկան։ Ձեզանից ոմանք եկեղեցի եք գնում, բայց պոռնոգրաֆիա եք դիտում։ Դուրս, հրաժարվեք դրանից Հիսուսի անունով։ Ամեն։ Պետք է մի փոքր ժամանակ տրամադրել Աստծուն շնորհակալություն հայտնելու համար։ Այն ամենի համար, ինչ նա արել է, շնորհակալ ենք քեզ, Տեր։